ինստիտուտների նկատմամբ հավատի վերականգնումը ես որպես ցիկլ եմ պատկերացնում, որտեղ նվազագույնը 2-3 դերակատար կա, ժողովուրդ, այսինքն օբյեկտը, ճակերտավոր, որի վրա տարածվում են պետական որոշումները, պետական ինստիտուտները, որպես առանցքային սուբյեկտ, եւ կա երրորդ գործոնը, արտաքին գործոնը, որը կարող է ցանկացած բայի ստեղծել ֆորս մաժորային վիճակ։ Առաջին ամենաանհրաժեշտ պայմանը այդ ամբողջը ճիշտ մեխանիզմը աշխատելու ինքը պետությունը պիտի սկսի աշխատել։ Պետությունը հիմա հեղինակազրկված է։ Ամենամեծ ողբերգությունը ժողովուրդների պատմության մեջ այն է, երբ պետությունը հեղինակազրկվում է։ Երբ բժիշկը հեղինակազրկվում է։ Ուսուցիչը հեղինակազրկվում է։ Մի օրինակ պաշտոնյա հեղինակազրկվում է։ Դա ինչ հետևանք է։ Դա հետևանք է, որ պետությունը չի աշխատում, պետական համակարգը չի աշխատում, ինստիտուտները չեն աշխատում։ Ես հասարակ օրինակ մի բերեմ, էլի իմ երեխուն երաժշտական պետական դպրոց պիտի տանեի ուսումնարան, այսպես ասեմ։ Նա պետական ինստիտուտ է վերջո։ Երբ տանում էի գրանցման ու տեսնում եմ ժամը 11-ի կողմերը այդտեղ աշխատող չկա, նշանակում է պետությունը չի աշխատում։ Այսինքն հավատ վերականգնելու առաջին խնդիրը պետական մեքենայի գործարկումն է, որովհետև մեր շարքային քաղաքացին, մեր հայրենակիցը ինքը պիտի տեսնի, որ պետությունը աշխատում է, որ այդ հավատը ներշնչի։